Սիրելիներ, սրտանց ասենք փառք ես Տեր Աստված։ Այս գեղեցիկ օրվա համար, տերունական օրվա համար, որ մենք եկել ենք, գտնվում ենք Տիրոջ տան մեջ, հիմա թողնենք մեր բոլոր, ասենք, հոգսերը, թող քո բոլոր մտքերը, ինչ որ կա քեզի ճնշող, թող այդ ամեն ինչը նայի Քրիստոսին, ինչպես եղբայրները ասացին, ինչպես մենք երգում ենք նոր այդ փառաբանության երգերը, որ երգում ենք, սենց ոնց որ սենց, չգիտեմ, այս առաստաղը բացված լիներ, մենք սենց երկնքի այդ հաղորդ լինենք, այդ ձև սենց օրհնությունը կար։ Սիրելիներ, մի քանի տեղ եմ կարդալու, բայց խոսքի միտքը լինելու է, որ շատ կարևոր է մեզ համար, որպեսզի մենք ունենանք Տիրոջը միտքը։ Պողոս առաքյալը ասում է, պատերազմս պատերազմեցի։ Այդ ի՞նչ պատերազմ էր պատերազմ Պողոս առաքյալը։ Մտքի պատերազմել էր պատերազմում։ Ոչ թե սուրն էր ձեռքը բռնած, հապա ինքը ասում է, պատերազմս պատերազմեցի, հավատքս պահեցի։ Հաստատուն կենալն էր ինքը պատերազմ, որ ինքը հաստատուն կենա։ Այսինքն մենք, որ հավատացյալ ենք, մենք մինչև մեր կյանքի վերջը, մենք պատերազմի մեջ ենք, որ եղբայրներ։ Ում դեմ պատերազմը, սատանայի դեմ։ Ինչ ձև պետք է պաշտպանվենք։ Պողոս առաքյալը մի զենքի մասին է գրում, ասում է գլխներիդ հագցրեք սաղավարտը։ Այդ սաղավարտը, որտեղ սատանեն ամեն անգամ կրակոտ նետեր է ուղարկում ինձ ու քեզ, որպեսի խափալի, որպեսի խանգարի քո եղբայրին ջան, բայց եթե սաղավարտը գլխներիս է, ուրեմն մեզ այդ կրակոտ նետերը ոչ մի վտանգ չի սպառնում։ Հիմա հետաքրքիր է, ես միտեղ կարդամ, հետո խոսանք դրա մասին, հիմնական խոսքը լինելու է երկու մտքեր։ Եկեք տեսնենք, թե ում մտքերն են կարևոր եւ ինչ պետք է անեմ հաստատուն կանգնելու համար։ Քո եղբայրին վաղը չեմ իսօր նայեք, կարող անստեղ լինես, որ ոչ մի եղբայր չկա։ Ասես զանգեմ Գևորգ եղբայր, Արմեն եղբայր, շուտ եկեք մի հատ հասեք, օգնեք ինձի, ոչ մեկ չկա։ Բայց Տեր Հիսուսը կողքտա։ Դրա համար դու հիմա պետք է ունենաս այդ սաղավարտը։ Կարող մենակ ես մնացել։ Քեզ գալիս է սատանեն մտքեր է ուղարկում, բայց դու պետք է ունենաս այդ սաղավարտը, որպեսզի հաստատուն կենաս քո հավատքիդ մեջ։ Տեր, ես քոնն եմ, անբաժան եմ ես։ Ամեն։ Ուրեմն ես մի տեղից եմ կարդալու, ուրեմն վերևից վերանացի կասեմ, Հայրոսի աղջիկը, շատերս լսել ենք։ Մի անձնավորություն կար, ասում է, ահա Հայրոս, Ղուկասի 8-րդ գլխից եմ սա կարդում, 41 խոսքից եմ կարդում, բայց խոսքը լինելու է, շեշտը լինելու է 49 խոսքի վրա։ Ահա Հայրոս անունով մարդ մը եկավ, որ ժողովարանին իշխանն էր։ Հիսուսին ոտքը ինալով կաղաչեր անոր, որ իր տունը մտնե։ Վասնզի մեկ հատիկ աղջիկ մը ուներ, գրեթե 12 տարեկան, որ մեռնելու մոտ էր, երբ Հիսուս կերտար բազմությունը կնեղեր զինք։ Ինչ հետաքրքիր բան է, ուրեմն աղջիկը մեռնելու մոտ էր ու թակ աղջիկ էր։ Ես ուզում եմ, որպեսզի այս բանը մենք ինչքան հերեց սիրտը ցավա, չէ՞ զգում ասենք, թակ աղջիկը, այդ աղջիկն էլ մեռնելու մոտ է 12 տարեկան ու վազմա բազմությանը չի նայում, վազմա գիտի, որ վարդապետը տեղով անցնելու է ու ինքը մտածել է, որ ես այդքան վարդապետին ասեմ, վարդապետը կգա, հələ չի մահացել իմ աղջիկս, վարդապետը կգա, աղոտ կանի եւ ինչ կլինի, կլավանա։ Եվ հետաքրքիր է, վազելով եկավ դեպի Հիսուսը։ Երբ որ եկավ Հիսուսը, ես արդեն կարդալու եմ այդ տեղը, եւ Հիսուսին ասում է, երբ ինք դեռ կխոսեր, ժողովրդապետի տունեն մեկը եկավ ու ասեց։ Եկել էր, որ Հիսուսին կանչեր, եւ իր տնից մեկը գալիս է, լուր է բերում, եւ ասում է, աղջիկդ մեռավ, ալ վարդապետը մի հոգնասիր։ Ինչ հետաքրքիր ասենք պահը։ Բաներ կա, երբ որ դու տեսնում ես, որ էսա աղոտ կանեմ, էսա սենց կանեմ, սատանեն քնած չի, քույրս ու եղբայրս։ Սատանեն ինքը պատրաստում է նորից ինքը մոտիկանա քեզի,
Ինչ ես ասում աղոտ կանեմ, ոնց կլինի, այս բանը չի լինի, այս բանը չի ստացվի, գոնե եթե հիվանդ լիներ, կարողանար, բայց աղջիկդ մեռել է, էլ դրան հնարավորություն չկա, դրան փրկություն չկա, էլ իզուր Հիսուսին մի կանչի քո տունը, որովհետև արդեն մեռել է։ Սատանը միշտ ինքը իր նետերը դրանք են քո եղբայրներ ջան, որ ինքը քեզի միշտ հիշացնի, որ դա հնարավոր չի։ Այսինքն հույսից քեզի կտրի, այդ հույսի սաղավարտը երբ որ գլուխնից չի, մեր գլխի վրա չի, սատանան մոտիկանում է, որպեսզի ինձ ու քեզ հույսից կտրի, ասի, «Էլ մի հույսը դիր Աստծո վրա»։ Էլ իմաստը որն է հույսը դնես Աստծո վրա։ Դու մտածել ես, որ կգա Հիսուսը եւ կառողջացնի, բայց արդեն մեռած է, էլ իմաստ չունի, որ Հիսուսը գա։ Հիմա ես մի բան եմ ուզում հարցնեմ, քո եղբայրներ ջան։ Իմաստունի Հիսուսը որ գա իմ տունս։ Հիմա նայ սատանան միտք է տալի, որ ախր չի ստացվի, որ ախր խնդիրները շատ մեծ են, ախր սենց են, ախր նենց են, բայց միշտ կանչի Տիրոջը անունը։ Անկամ երևույթը որ ցույց է տալի, որ այդ գործը որ պիտի լինի, այդ գործը մեռած արդեն, բայց դու կանչի Տիրոջը անունը։ Եվ հետաքրքիր է, Հիսուսը կողքը կանգնած էր եւ լսեց Հիսուսը, որ այդ խոսքը ասացին Հայրոսին եւ ասում է, բայց Հիսուս երբ լսեց ատիկա, ըսավ անոր, մի վախենար, հապա հավատա ու պիտի ապրի, մի վախենար, միայն հավատա ու պիտի ապրի։ Հետաքրքիր է, Աստծո միտքը ու հակառակորդի միտքը, ինչքան տարբեր են։ Հակառակորդի միտքը, որ ասում է, չի լինի, չի ստացվի, Աստծո միտքը ինչ ասում, մի վախենար, հապա հավատա։ Ես երբ որ բանտում էի, հետաքրքիր է, գիտեք ինչքան մտքեր էր գալիս բանտին։ Այնտեղ չկար եղբայրները, գային եղբայրները, տեղ ասում էի, չկային, ասեն գային մի հատ մխիթարեին կամ սս մի բան անեին, մեկից սպասում էի մխիթարություն, անգամ հիշում եմ, ասենք տղաս ինձի որ զանգում էր, ասում էր, պապ, հլը եղբայրները ասում են, ինչ մեղք ես գործել, որ ստեղ ես հայտնվել, ու ես ընկնում էի ավելի մտքերի մեջ, ավելի էի նեղվում, չէ, ասենք, ես հիշում եմ նոր հոգի էի, մի անգամ հիվանդացա, տակությունով հիվանդ պարկած եմ, մի հատ եղբայր Աստվածաշունչը ձեռի տակ եկավ, նստեց, ասեց, ես նոր հոգի եմ, ասեց, այ ախպեր, ես ինչ մեղք ես գործել, ու հելավ թողես գնաց, հիմա ես եթե ջերմաստիճանս 39 էր, հիմա ես լսեցի եսի ու մտածում, Տեր Աստված, ինչ մեղք եմ գործել, որ ես տակությունը վրես է եկել, ինչ եմ արել, որ ես տակությունը վրես է եկել, ու այդ մտքերից տակությունս ավելի բարձրացավ, դառավ 40-41 էր դառնում արդեն, ասում եմ, ես ի՞նչ կատարում այ քեզ բան, մտքերը այսպես քեզի ինչ են անում, գերի են վերցնում, ինչ մեղք ես գործել, ինչ ես արել, փոխանակ ասենք մխիթարություն լինի, ու սկսում արդեն կարա անգամ հավատացյալի կողմից լինի այդ խոսքը, գիտեք, դու պետքա լսես Աստծո ձայնը, Տիրոջը ձայնը պետքա լսես, Տիրոջ խոսքը պետք է, ես կկարդամ ոնց պետքա կարողանաս զանազանես, Տիրոջը միտքը ոնց կարողանաս զանազանես, քույր եղբայրներ ջան, այդ ձևել երբ որ բանտի մեջ էի, ուրեմն հետաքրքիր է գալիս էր այնտեղ դե եղբայրները տղայիս ասում էին հələ թող հարցնի, թող հարցրա տես ինչ մեղք է գործել, որ ինքը բոլորին ազատում են ինքը բանտի մեջ է։ Ու ես ընկնում էի ավելի սենց վիճակի մեջ, ու լացում էի, ողբում էի, բայց այդ ողբալու ընթացքում օրհնություններ է լինում, մարդիկ էին ապաշխարում, տարբեր ազգերից ապաշխարում էին։ Հիմա սենց մտածում էի, նորից ինքս իմ մեջ առնում էի, ասում էի, լավ, ասում էի, եթե ես այդ մեղքի պատճառով եմ ստե Տեր Աստված, բայց օրհնությունը մեղավոր մարդու միջոցով խիպտի ես օրհնությունը լինի։ Ու սենց մտածում էի, տալիս առնում էի, սիրներ, մինչև որ Տերը ինձի մի հատ հետաքրքիր համար տվեց, ես այդ համարը ուզում եմ նվիրեմ բոլորիդ, ովքեր որ կուզենան, ուրեմն Սաղմոսների մեջ է գրված, սիրներ, 112 Սաղմոսը 7-րդ խոսքը։ Անիկա գեշ լուրեն չի վախենար։ Սա ասում է ամեն մի հավատքի մարդուն։
Անիկա գեշ լուրեն չի վախենար, անոր սիրտը հաստատ է ու տիրոջը կհուսա։ Շքան օրտնյալ համարա, Տերը ինձ ես համարը բանտում նվիրեց ուղակի քույր եղբայրն ջան, ու ես հելել էի այդ աղոթքա սեյնակից հելել էի ու փառաբանում էի, գոռում էի, ասում էի ալելույա, սերը լցվել էր, օրհնությունը լցվել էր, այն կողմից միտքն ա գալի, այս կողմից այս համարը կարդում եմ, ասում եմ գեշ լուրեն անիկա չի վախենար, միշտ հիշեք, սատանան պատրաստ է, ինքը միշտ քեզի գեշ լուր ուղարկի, վախացնի, սենց լի, չի ստացվում, այն մարդ քո ամուսինը ոնց կապ աշխարհի, քո տղեն ոնց կապ աշխարհի, քո կինը ոնց կապ աշխարհի, բայց ոչ սիրելիներ, ես հաստատ համոզված եմ, որ ես աղոթում եմ դրա համար։ Մենք մի հատ տատիկ ունեինք, օրտյալ մի հատ քույրիկ էր, ուրեմն այս քույրիկը միշտ գալիս էր, ասում էր, Աշոտ եղբայր, բալիս համար ուզում եմ աղոթք անենք։ Ինքը 90 քանի տարեկան տատիկ էր, է բալեն էլ ինձանից մեծ էր, մի համարյա 70 տարեկան, միշտ բալա էր ասում, ասում էր բալիս համար մի հատ աղոթք անենք, ես հավատում եմ բալես պիտի ապաշխարի, բալեմ այդ վալոդն էր էլի, վալոդը չէր ապաշխարում այս բալեն, ինչ աղոթում ենք, այս քույրիկը ննջեց, բալեն ապաշխարեց, անենց խոստովանություն անցավ, անենց զղջաց, անենց օրտնյալ ասեմ, որ բոլորը զարմացել էին, ասում էին, ու սենց այդ լուրը տարածվել էր ամբողջ 7 մասով բանով, վալոդը ապաշխարել է, ու մենք միշտ հիշում ենք, ասում ենք, Տեր Աստված, անգամ քույրիկը ննջեց, բայց քույրիկը ես հավատում եմ երկնքից նայում էր, որ իրա բալեն ապաշխարում էր, քույրեր եղբայրներ, միշտ հաստատուն կեցիր, որ պիտի գա օրը, Եվ դու կտեսնես, եւ քո եղբայրը, քո քույրիկը, քո ծնողը, քո ամուսինը, որ մտածում ես ախր էսի չի ապաշխարի, ոչ սիրելիս, էդի հակառակորդն է միտ տալիս, բայց դու երևույթին մի նայ, դու հավատքով աղոթք արա, աղոթքդ մի դադարեցրու։ Ես միշտ մեզ մոտ ասել եմ, միշտ աղոթք արեք։ Ես ինքս էլ իմ երեխեքի համար աղոթք եմ անում։ Այն որ Արմեն աղբերը որ ստեղից ասեց, մեր ընտանիքների համար այնքան եմ ուրախացել քույր եղբայրն ջան։ Իրոք մեր ընտանիքների աղոթքը պիտի չկարճացնենք, միշտ պիտի աղոթք անենք, երևույթին պիտի չնայենք, հապա մենք հավատքով պետք է նայենք, որովհետև Տերը մեզի ասում է հաստատուն է կենում, ուրեմն հավատքի սիրտը, չէ՞, այդպես ես մի հատ էլ համար եմ ուզում կարդամ Եսայի մարգարության 26-րդ գլխի 3-րդ խոսքը։ Նայեք ինչ է ասում։ Հաստատ միտքը կատարյալ խաղաղության մեջ է։ Ինչքան օրհնյալ համար է քույր եղբայր ջան։ Այսինքն, եթե շփոթումներ ա գալիս, Տիրոջից չի։ Եթե փոթորիկներ ա բերում ներսդ, եթե խաղաղություն ա բերում, դա Տիրոջ միտքն է։ Ընդունի, վերցրե այդ միտքը։ Ասում է հաստատ միտքը կատարյալ խաղաղության մեջ կպահես, վասնզի քեզի կհուսա, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Ինչքան գեղեցիկ է, չէ՞, հույսս ում վրա եմ դրել, Աստծո վրա եմ ես դրել։ Ես իմ ուժերի վրա չեմ վստահում, քույր եղբայր ջան, իմ վստահությունը Հիսուսն է, ու ես Աստծո վրա եմ իմ հույսս դրել եւ իրան եմ սպասում։ Ես երևի վկայել եմ այդ Եգիպտացու համար, ուղղակի շատ հետաքրքիր անձնավորություն էր։ Ջահել տղա էր այդ եգիպտացին, բոլորը ծիծաղում էին այդ եգիպտացու վրա, դες մի քիչ ինքը սկզբից խելագարի դեր էր կատարում։ Հետո երբ որ մենք մտնում ենք այդ աղոթքի սեյնակը, այդ եգիպտացին գայս էր ասում էր, please, ասում էր, իմ համար էլի աղոթք արեք։ Մտքիս մեջ, ես իմ մտքիս մեջ ասում եմ, այ մարդ, էսի խի ագալի թե այդ աղոթքի սեյնակը, թե էսի խի աղոթք անում բան։ Ասենք ինքը ասես փնթի այդ ուտելիքները որ ուտում էին, բոլորը որ պետքա տանային թափեին, գալիս էր ասում էր այդ ուտելիքներից տվեք, որ ես ուտեմ, այդ Սիբիլի մեջի ուտելիքներն են, ասես անորոշ ձեռ էին առնում, ծափ էին տալիս, երգում էր բան, ու գալիս էր աղոթքի, մտքիս մեջ ասում եմ, այ մարդ, էսի ոնց կապ աշխարհի կամ էսի ինչ պիտի լինի, ուրիշ եգիպտացիներ կային, ուրիշ ազգեր կային, որ գալիս էին ջիգարով աղոթք էին անում, էսի բայց սրտանց աղոթք էր անում, դե ես շատ չէի իմանում, բայց մի քնողը սիրտ նայող ով է, Աստված է։ Այս եգիպտացու դեմքը փոխվեց, սիրունացավ, էլ
զիբիլի մեջից հաշ չէր ուտում, բոլոր այն անապաշխարները ասում էին, այ մարդ, հետաքրքիր է, անունը Մաքսիմուս էր, ասում էին, այս Մաքսիմուսը, այս զիբիլից հաշ չի ուտում, ասում էին, ծափին տալի, ասում էին, Մաքսիմուս երկի, ասում էր, չէ, չեմ երկի, լուրջ տղա էր արդեն բան, ու աղոթում էր, այծև աղոթում էր, միշտ ամեն անգամ ինչքան մենք մտնենք սենյակ, ինքը միշտ աղոթքի մեջ էր, անգամ եղել է, որ աղոթքից դուրս եմ եկել, գալիս էր ասում էր, փլիզ արբի ատել աղոթք անենք, ու նորից գնում ենք աղոթք անենք անում, ուրեմն ոչ հովանավոր ուներ, ոչ լոեր ուներ, ոչ մի բան չուներ, դոկումենտ էլ չուներ, ոչ մի բան չուներ, սաղը ընդ սաղ ժողովուրդը ծիծաղում էին, ասում էին, այ մարդ դու ոչ մի բան չունես, քեզի ո՞նց են թողելու, կամ էլ միանգամից դեպորտ են անելու, եկավ մի օր աֆիցեր եկավ, ասես դու գնում ես Ամերիկա, այդ Մաքսիմուսին, եկել էր սենց ուրախությունից, եկել էր գոռում էր, ասում էր, ես եթում եմ, ասում էր, thank you Jesus, սովորացրել է իրան, ասա, thank you Jesus, ես եթում եմ Ամերիկա, ու իրան բաց թողեցին, բոլորս ընդեղ նստած էինք, վաբշե փակ էր, դռները փակ էր, ոչ մեկին բաց չէին թողում, իրան բաց թողեցին, հետաքրքիր է, չէ, ասենք, երևույթը ուրիշ բան է միշտ ցույց տալիս, բայց հավատքը ուրիշ բան է ասում, դրա համար Աստված օգնական լինի քույր եղբայրան ջան, մենք երևույթին չնայենք, հապա հավատքին նայենք։ Եվ մի տեղից էլ պիտի կարդամ սերներ, Տերը օգնական լինի, ես կարդալու եմ Նեհեմիայի մասին, գիրք Նեհեմիա։ Հետաքրքիր ասենք, որոշվել էր, ուրեմն Աստծո տաճարը սարքեին։ Այսօր ես ու դու եկեք որոշում կայացնենք։ Եթե մեր մեջ Աստծո, դու գիտեք, որ մենք Աստծո տաճար ենք։ Գիտեք թե չէ։ Ահա Մենք կենթանի քարերն ենք, իսկական երկնքի Աստծո տաճարի իսկական կենթանի քարերն ենք մենք։ Ուրեմն դրա համար ես պետք է հավատքս հույսս դրեմ իմ կենթանի Աստծո վրա։ Հիմա բաներ կա, երբ որ ես ինձ եմ իմ վիճակին եմ նայում, ասում Տեր Աստված, իմ վիճակս ահավոր է, քանդված եմ։ Նեհեմիան գնաց եւ տեսավ, որ Աստծո տունը պատերը քանդված են ամբողջությամբ։ Եվ որոշում կայացրեցին, որ պետք է նորոգեին Աստծո տունը։ Սիրներ, հաճախ մենք, ես ինքս եմ, հաճախ նորոգում եմ, որոշում եմ կայացնում, նորից թարմացնում եմ իմ որոշումս։ Տեր Աստված, ես պետք է նորից նորոգվեմ, Տեր նորոգիր ինձ նորից, Տեր Աստված, քանդված պատեր ունեմ, այս իշտեղը ես թույլ եմ, այս իշտեղը սենց եմ, այն իշտեղը հավատքս չի երիքում, Տեր ինձ նորոգի, միշտ աղոթք արեք, քույր եղբայրներ, մեր կյանքը միշտ պատերազմ է, որպեսզի Տերը նորոգի։ Եվ հետաքրքիր է, երբ որ որոշում կայացրեց, որպեսզի Տիրոջ պարիսպները պատրաստի, թշնամին հակառակորդը եկավ եւ ոչ թե հարձակվեց իրաց վրա, հապա ինչ արեց, մտքեր ուղարկեց եւ ինչ էր ասում։ Ուրեմն իր եղբայրներուն ու սա Նեհեմիայի ուրեմն 4 գլխից պիտի կարդամ, հենց շեշտը պես դեր պիտի կարդամ, էլի։ Իր եղբայրներուն ու Սամարիայի զորքին արչև խոսեցավ ուսավ. այս տկար հրյաները ինչ կշինեն, միթե թույլտվություն կա, միթե զոհ պիտի մատուցանեն ու այսօր լմսնեն։ Տկար հրյաները, այս տկար հավատացյալը, այս տկար աշոտը, հիմա նայում եք, այս տկար աշոտը ինչ պիտի ասի, ինչ պիտի անի, ինչ պիտի ոնց պետք է ապրի այս տկար աշոտը, ախր նայում ենք տկարա, իրավիճակը տկարա, բայց հետաքրքիր է նայեք, ու անգամ միտք է տալի, շարունակում է այս միտքը, միթե այրված քարերը փոշի դեզերեն պիտի կենթանացնեն, միթե այրված քարերը, այսինքն իմ ներսը այնքան ընկած վիճակ եմ ես, հոգևորությունից այնքան ընկած եմ, անգամ ասում եմ, միթե դու կարաս նորից հավատքի մարդ դառնաս, նորից կենթանանաս, այդ այրված քայրերը իմ ներսի պատերը, այրված քայրը գիտեք որն է, որ ինքը փոշի է դառնում, քարը երբ որ շատ այրվում է, ինքը արդեն էլ քար չի, ինքը փոշի է դառնում, այրված քարերը ասում է, միթե նորից կարան կենթանացնեն, եւ Ամոնացի Տուբյան, որ անորքով էր, ըսավ, եթե աղվես մնալ ելե անոր շինածին վրա, անոս քարե պարիսպը պիտի փլցնե։ Անգամ աղվեսի քաշ ինչքան փոքր է, չէ՞։ Եթե անգամ աղվեսը կանգնի այդ պարիսպի վրա, իմ սարքած հոգևոր պարիսպի վրա, այդ պարիսպը պիտի
փլվի։ Հիմա քույր եղբայրներ ջան, ես աղոթում եմ, բայց մեկ էլ գալիս է սատանան միտք է տալիս։ Ախր դու որ աղոթում ես, քո մոտ չի ստասում, քո մոտ ոչ մի բան չի ստասում։ Ես նորից պետքա ինչ անեմ։ Աղոթք անեմ։ Ես նորից հավատքով պետքա նայեմ Տիրոջս։ Ես Տեր ունեմ, քույր եղբայրներ ջան։ Իմ կենթանի Աստծուն եմ ես հուսացել, ոչ թե ինձ եմ հուսացել, ոչ թե հույսս դրել եմ ես ինքս ինձ վրա, հապա ես հույսս դրել եմ կենթանի Աստծո վրա։ Որ եղբայրներ, ժամանակները շատ չար են, ասեմ ձեզի, ու ամեն օր մենք հեշտ տեսել եք, որ լուրերը բացես մի հատ բարի լուր ասեն, բարի լուր չկա։ Այստեղ պատերազմ է, Սիրիայում պատերազմ է, Իրանում պատերազմ է, այստեղը պատերազմ է, այնտեղ եկան հարձակվեցին, այնտեղ կոտորեցին, այնտեղ երկրաշարժ եղավ, այնտեղ ջրեղ եղավ, սա լուրերը որ սրանք լուրերն են, բայց երբ որ սրանք քեզի խաղաղություն չեն բերի։ Ու երբ որ անգամ, չգիտեմ, ես հիմա որ ասում եմ, դուք զգացել եք այդ պահը, երբ որ նայում ես այդ լուրերը, քո մեջիդ խաղաղությունը կորում է։ Ներսը տագնապ առաջանում։ Դրա համար շատ հաճախ ես միշտ ասում եմ, հələ եկեք, դու գիտեք մենք էլի լուրեր ունենք լսելու, երկնքի լուրեր։ Երբ որ երկնքի լուրերն ես լսում, մեկի խաղաղություն է գալիս։ Ուրտնություն է գալիս։ Այդ խաղաղության լուրերը լսենք շատը, դա քեզ կենթանացնի։ Եվ հիմա ասում է, միթե ասում է, եթե աղվես մնալ անոնց շինածին վրա քայլե, պարիսպը պիտի փլցնե։ Բայց 6-րդ խոսքում է ձև ասում, մենք պարիսպը շինեցինք ու բոլոր պարիսպը մինչև կեսը հասավ, վասնզի ժողովուրդը գործելու սիրտ ուներ։ Ինչ ուներ? Գործելու սիրտ ուներ։ Այսինքն իրանք այդ երևույթին չէին նայում, հապա իրանք ասացին, որոշումը կայացրեցին, մենք պետք է շինենք։ Եվ ես ուզում եմ կարդամ մի համար, որը գրված է ինչն է, ինչից եկավ այդ ամեն բաները։ 6-րդ գլխի 9-րդ խոսքը Նեհեմիայի։ Վասնզի անոնք մեզ կվախեցնեին, սատանան միշտ վախացնում է, որպեսզի մեր ձեռքերը թուլանա ու գործը չկատարվի։ Անոնք վախացնում էին, որպեսզի մեր ձեռքերը թուլանա ու գործը չկատարվի։ Սիրելիս, Պողոս առաքյալ ասում է, ձեր ձեռքերը վեր բարձրացրեք, չէ՞, ու երկնքի Աստծուն աղոթք արեք, ուժովցեք։ Միտեղ էլ ասում է ուժովցեք, զորացեք Քրիստոսով, իսկ սատանան թուլացնում է։ Եկեք ուրեմն կարողանանք զանազանենք։ Եթե մի բանը ինձի տագնապ է բերում, դա Տիրոջից չի։ Եթե մի բանը խաղաղություն է բերում, դա Տիրոջից է ուրեմն։ Տիրոջ խոսքը ինձի իմ ներս խաղաղություն է բերում։ Հիշում եք, երբ որ աշակերտները նավակի մեջ էին եւ ալիքներ էր։ Ասացին վարդապետ, քո հոգը չի, որ հիմա կկորսվենք այս ալիքները։ Եվ ասում է, երբ որ արթնացավ եւ ասեց, ինչ ասեց առաջի բառը։ Ծովին ինչ ասեց։ Հանդարտվիր, խաղաղվիր, ծովին ասեց, խաղաղվիր եւ խաղաղություն եղավ։ Սիրելիներ, երբ որ մեր ներսը տագնապ է, Տիրոջ խոսքը, առաջի խոսքը ասում է խաղաղություն թող լինի։ Այստեղ էր եղբայրները, երբ որ գալիս են, առաջի խոսքը ինչ են ասում, խաղաղություն։ Երբ որ աշակերտները բոլորը հավաքվել էին, ինչ էր կատարում, տագնապ կար աշակերտների մեջ։ Այն մեկը ասում էր, Թոմաս ասում էր, միջև չտեսնեմ, չեմ հավատա, այն մեկ ուրիշ բան էր ասում։ Տերը եկավ ասեց, առաջի խոսքը ինչ ասեց, ասեց խաղաղություն ձեզ։ Որտեղ մինչև մարդու ներսը խաղաղություն չլինի, ինքը Աստծո խոսքը չի կարա լսի, չի կարա ընդունի։ Երբ որ այդ տագնապի մեջ ես, դու չես կարող լսես Աստծո խոսքը, բայց խաղաղության մեջ լսում ես Աստծո խոսքը։ Թող Տիրոջ անունը փառավորվի սիրներ։ Ուրեմն եկեք այդ խաղաղությունը ունենանք, եկեք այդ միտքը, Տիրոջ միտքը ունենանք, որ հանդարտ սիրտը, ես կկարդամ նորից այդ ուրեմն Սաղմոսը 112-րդ Սաղմոսը 7-րդ խոսքը։ Անիկա գեշ լուրեն չվախնար, անոր սիրտը հաստատ է ու Տիրոջը կհուսա։ Ամեն։ Եկեք ուրեմն ոչ մի լուր ես չունենամ, ու եղբայրներ ջան, իմ լուրս Աստվածաշունչը թող լինի։ Ես ձեզ մի հատ բան կարճ ասեմ ու մենք աղոթք կանենք։ Ուրեմն ես միշտ մտածում եմ, օրինակ այս հեռախոսներով որ ինտերնետով որ նայում ես, նայեք, եթե մի բանը դու երկրորդ անգամ չես նայում, մարդը հոգնում է երկրորդ անգամ նայելուց։ Դրա համար այս ինտերնետը այնձև է պատրաստած, որ անդադ նորություններ լինի։ Քո ամբողջ կյանքդ չի հերիքի նորությունները նայելով։
Չէ, անդադ թարմացում է, ամեն վարքյան թարմացում է, ու դու միշտ երկրորդ անգամ նույն բանը չես նայում, որտեվ հոգնում ես, բայց երբ որ անդադ նորություն է, դու նայում ես։ Հիմա նայեք, ինչ հետաքրքիր բան եմ ուզում ասեմ։ Ես մի օր էսի Սուրբ Հոգին ինձ իմ հետ խոսած այս նույն խոսքը։ Աստվածաշունչը երբ որ կարդում ես, ես օրինակ հիմա որ կարդում եմ 36 տարի կարդացել եմ, բայց հիմա որ Աստվածաշունչը կարդում եմ, բացում եմ գիրքը, ասում եմ Տեր, խոսիր ինձ հետ։ Տեր խոսիր ինձ հետ։ Ես չեմ ուզում որպես գիրք կարդամ։ Ես ուզում եմ դու խոսաս ինձ հետ։ Երբ որ Աստվածաշունչը կարդում ես, քեզի նորություն չի բացվում, դու հոգնում ես։ Բայց երբ որ կապ ունես Սուրբ Հոգու հետ, ինքը անդադ ամեն վարքյան Աստվածաշունչը քո հետ խոսում է, նորություն է բացվում, ու դու չես հոգնում Աստվածաշունչից։ Միտք առնում ենք ինչ եմ ասում։ Քեզ պետք է բացվի, անդադ դու կարդա, բայց ոչ թե կարդա որպես գեղարվեստական գիրք, հապա կարդա որպես Աստծո խոսք, որ Աստված քո հետ խոսում է, գրված է Տիրոջը գրքին մեջ փնտրեցեք։ Այդ ձևա թե չէ։ Հիմա ես ուզում եմ ման եմ գալի Տիրոջը։ Տեր, ես քեզ ման եմ գալի։ Տեր ասում է, ես ստեղ եմ։ Որտե՞ց ես ստեղ եմ։ Ու ես բացում եմ գիրքը ու սկսում եմ կարդալը։ Ու երբ որ կարդում եմ, ասում եմ, Տեր Աստված, դու ինձ հետ խոսա։ Ես ուղղակի որպես գիրք չկարդամ, հապա դու խոսա ինձ հետ այս գրքի միջոցով։ Եվ Տերը խոսում է, կենթանի է այս գիրքը, սիրներ։ Սա միակ գիրքն է, որ ինքը կենթանի է։ Մեր Պավել եղբայրը լավ էր ասում, այս գիրքը Աստվածաշունչը, չգիտեմ, այդ կարճ եմ հիշում այդ վկայությունը, ասում է, մի անգամ մի անձնավորություն ասում է, Տեր խոսա ինձ հետ, ասում է, գիրքը բացվեց ու փակվեց անկախ բանից, առանց մարդու ձեռ կպնելու, ու ինքը հասկացա, որ այս գիրքը կենթանի է, ու ինքը պետք է խոսում է մարդու հետ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրներ, եկեք մեր սրտերը բացենք Տիրոջ առաջ, խնդրենք Տիրոջ օրհնությունը, խնդրենք, ուրեմն հավատքով խնդրենք, եթե հնարավոր է մեր ընտանիքների համար աղոթք անենք, հա, մեր ընտանիքների համար աղոթք անենք, կրկին անգամ բերենք Տիրոջ առաջ, սիրներ, հիմա հակառակորդը միտք է տալու, բայց դու այդ մտքին մի նայի, քո բալեն ապաշխարելու է, ամեն, քո բալեն ապաշխարելու է, քո բալեն գալու է, Տիրոջը գալու է անպայման, սրտանց հավատքով աղոթք արա։